Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Նախիջևանում անցկացվում է մի ամբողջ փառատոն, որը նվիրված է Արևմտյան Ադրբեջան վերադարձին։ Թվում է, թե փառատոնը թող անեն եւ ինչ կապ ունի այստեղ Հայաստանի Հանրապետությունը եւ ինչ կապ ունենք այստեղ մենք։ Քանզի Արևմտյան Ադրբեջանանով նահանգ կա Իրանի Իսլամական Հանրապետությունում, բայց չկա Հայաստանում, եւ ճիշտ կլիներ, որպեսզի կազմակերպիչները դիմեին Իրանի իշխանություններին իրենց կարծիքով իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար։ Երբ լսում ես կազմակերպիչներին, նրանք նշում են այն մասին, որ Հայաստանը ինչ-որ պարտավորություններ ունի այդ մարդկանց ընդունելու հարցում։ Բայց այն, ինչ պետք է անի Հայաստանը, պետք է տա մեկ պարզ հարց ադրբեջանցիներին։ Արևմտյան Ադրբեջանով նահանգ կա Իրանում, եւ ինչ կապ ունենք այստեղ մենք։ Բացի այդ, պետք է լայնածավալ աշխատանք տանել, որպեսզի տարածաշրջանի մյուս բոլոր ժողովուրդներին ցույց տանք, որ միակ տարը տարածաշրջանում, որը ապակայունացնում են, դա ադրբեջանցիներն են։ Քանզի ադրբեջանցիները իրենց ելույթներում, իրենց գրքերում ըստ էության հավակնություններ ունեն միաժամանակ 3 պետությունների եւ ազգերի նկատմամբ՝ հայերի, իրանցիների եւ վրացիների։ Եվ միակ հանգամանքը, որ պետք է զսպի դրանց, դա միասնական ջանքերով ցույց տալ ադրբեջանցիներին իրենց տեղը։ Ոչ մի պարագայում չգնալ նրանց պայմաններով նրանց հետ ինչ-որ խաղաղությունների հաստատմանը, քանզի Ալիևի վերջին ելույթն էլ ցույց տվեց, որ ադրբեջանցիները եւ մենք տարբեր պատկերացումներ ունենք խաղաղության հետ կապված։ Եվ ըստ Ալիևի մենք դեռ պատասխան պետք է տանք ինչ-որ հանցանքների համար։ Այս պարագայում խաղաղության պայմանագիր ստորագրելը ինքնասպանության հավասար քայլ կարող է լինել, բայց ադրբեջանցիների սխալները մենք պետք է օգտագործենք նրանց դեմ։ Կրկնում եմ, վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան կարող է լինել, բայց ոչ Հայաստանի Հանրապետության հաշվին եւ Հայաստանի Հանրապետությունում, քանզի նման աշխարհագրական տարածք եւ նահանգ կա Իրանում, բայց չկա Հայաստանում, եւ ժամանակն է արդեն, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր տարատեսակ փորձագետները այս հարցը եւս բարձրացնեն եւ պնդեն իրենց ասացի համար, նաեւ ապացույցներ ներկայացնելով, եթե իհարկե ադրբեջանցիները այդքան էլ տեղյակ չեն աշխարհագրությունից եւ չգիտեն Իրանի վարչատարածքային բաժանման մասին։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, այս անգամ կապ ունի Իրան-Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ։ Մենք նշել էինք, որ երկու երկրները հուշագիր են ստորագրելու եւ այդ հուշագիրը ստորագրվեց, այն 14 կետից է բաղկացած եւ նշվում է, որ այդ բոլոր կետերը կատարելուց հետո միայն կարող է խոսք լինել վերջնական համաձայնագրի ստորագրման մասին։ Արդեն որոշակի շարժ կա տարածաշրջանում, Օրմուզի նեղուցում սկսվել է նավագնացություն եւ հույս կա, որ այս ամենը խաղաղ ընթացք կունենա։ Բայց այստեղ կարևոր է նաև այն ելույթները, որոնք արվում են Միացյալ Նահանգներում հուշագրի ստորագրումից հետո։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է հարցազրույց տալիս եւ անդրադառնում Իրանի ներքին իրավիճակին։ Անդրադարձ է կատարվում նաև այսպես կոչված իրանական հավաքական ընդդիմության ղեկավար Շահի որդի Ռեզա Փեհլևիին եւ նշում, որ նրանք երբեք չեն ցանկացել, որպեսզի Փեհլևին դառնա Իրանի ղեկավար, այլ միայն ցանկացել են նրա միջոցով կամ հեղաշրջում անել Իրանում կամ ստիպել, որպեսզի Իրանը փոփոխություններ մտցնի իր միջուկային ծրագրում եւ հրաժարվի իր միջուկային ծրագրից։ Սա բավականին բաց ակնարկ է Իրանի ժողովրդին եւ ողջ աշխարհին, որ այն քաղաքական գործիչները, որոնք օգտագործվում են այս կամ այն չափով Միացյալ Նահանգների քաղաքականությունը առաջ տանելու համար, ինչ որ մի պահի դառնում են արդեն անպիտան, ինչպես Փեհլևին։ Փեհլևի հետ կապված կարող են որոշակի իրադարձություններ լինել, կարող է Փեհլևին ունենալ նաև որոշակի առողջական խնդիրներ ապագայում, քանզի փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքական գործիչները, որոնք օգտագործում են սեփական երկրում հեղափոխություններ եւ հեղաշրջումներ անելու համար, սովորաբար լավ ավարտ չեն ունենում։ Սա վերաբերվում է նաև մյուս այն բոլոր քաղաքական գործիչներին, որոնք այս կամ այն կերպ ներգրաված են աշխարհի տարբեր հատվածներում դեմոկրատիա հաստատելու եւ երկրներում փոփոխություններ իրականացնելու համար։ Իսկ Միացյալ Նահանգների քաղաքականությունը բավականին պարզ է եւ ըստ էության բավականին ազնիվ։ Նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը չի եղել Իրանի բարգավաճումը կամ Իրանում ինչ-որ փոփոխությունների անցկացումը։ Նրանց նպատակն է եղել կոնկրետ մարդկանց միջոցով ապակայունացնել իրավիճակը Իրանում, հասնել իրենց նպատակին, ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից, բայց քանի որ չի ստացվել, Միացյալ Նահանգները գնում է պայմանագիր ստորագրելու ճանապարհով։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Հայաստանի հետ է կապված եւ նաեւ տարածաշրջանային լոգիստիկ հնարավորությունների զարգացմանն է վերաբերվում։
Իրանական Չաբահար եւ պակիստանյան Գվադար նավահանգիստների միջև լոգիստիկ համագործակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել եւ երկաթգիծ է կառուցվելու նրանց միջև։ Բացի այդ, բավականին ակտիվորեն աշխատանքներ են ընթանում նաեւ Չաբահար-Նորդուզ ուղղությամբ երկաթգծի ակտիվացման հետ կապված։ Իսկ Նորդուզը հայ-իրանական սահմանի ժամանային անցակետն է։ Սա հնարավորություն կտա նաեւ Հայաստանին օգտվել այս ամենից եւ ոչ միայն դուրս գալ տնտեսական շրջափակումից, այլև դառնալ բավականին լուրջ լոգիստիկ կենտրոն։ Իրանական լրատվամիջոցները չեն ընդհակցնում, որ Հայաստանը կարող է դառնալ բավականին լուրջ տարանցիկ երկիր դեպի Սև ծով, Պարսից ծոց եւ եվրասիական շուկաներ դուրս գալու համար։ Եթե ուշադրություն ենք դարձնում այս պայմանագրի կետերին եւ այս լուրերին եւ համեմատում ենք այն Ստամբուլյան հռչակագրի հետ, որ հունիսի 8-ին ստորագրվեց Ստամբուլում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, ապա այստեղ ակնհայտ տարբերություններ կան։ Այնտեղ ընդհանրապես Հայաստանի մասին ոչինչ չէր խոսում։ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում էր իբրև միջին միջանցքի մաս, բայց Հայաստանը որպես պետություն բացակայում էր այդ հռչակագրում։ Իսկ այստեղ բավականին կոնկրետ նշվում է, որ սա նաև Հայաստանին է պետք եւ Հայաստանը կարող է օգտվել այս հանգամանքից։ Իսկ եվրասիական շուկաներ կապը ապահովելու համար առնվազն պետք է, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի ԵԱՏՄ-ի հետ կապված եւ նվազագույնը հրաժարվի ԵԱՏՄ-ն լքելու մտքից, քանզի այն ինչ ստանում է այսօր Հայաստանը եւ այն ինչ ապագայում կարող է ստանալ իբրև տարանցիկ երկիր, մի քանի անգամ ավել է այն հնարավորությունից, որ թվացial կարող է ունենալ Հայաստանը Եվրոպական միության անդամ դառնալու կամ Բաքու ախալքալակարծ երկաթգծին միանալու համար։ Ինչպես ասում են, նժարի երկու կողմերում պետք է դնել եւ հասկանալ, թե ինչն է ձեռնտու Հայաստանին եւ որտեղ է մեր պետական շահը։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ։ Դուք շարունակեք հետևել մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։